Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ մարդ, սիրելի իրական Հայաստանի Հանրապետությանը անկեղծ հայկական սիրով սիրահարված հայ մարդ եւ իրական Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող հայ մարդ, ով իր սեփական պետության արժեքը գնահատում է, ով կոպիտ ասած թքած ունի ցանկացած 20, 30, 50, 100, 180 հազար դրամի վրա եւ ամուր կանգնած է իր սեփական պետության հավերժ լինելության, իր սեփական պետության հավերժ լինելության միակ երաշխավորի պաշտպանության թիկունքում, այսինքն խաղաղության թիկունքում եւ սպասարկում է խաղաղության շահը, հստակ գիտակցելով, որ իր երջանկությունը, իր շատացումը, իր հարստությունը, իր հարստացումը, իր աշխուժությունը, իր հզորությունը դա խաղաղության մեջ է։ Որ գիտեք ինչ, եւ ուղղակի սենց գրեգ բառապաշարով մի քիչ ասած թքած ունեն այդ 20-30 հազար դրամների վրա, 180 հազար դրամների վրա, որ կարան այդ 180 հազար դրամի գերի գնան, կարան այդ 20 հազար դրամին գերի գնան եւ այդ 20 կամ 100 կամ 180 հազար դրամը դրա արժեքը, դրա լինելությունը եւ կարեւորությունը ավելի վեր դասեն, քան սեփական պետության արժեքը։ Խոնարհումս այդ քաղաքացիներին, ողջունելս այդ քաղաքացիներին, ովքեր որ պետության շահը վեր են դասում 100 հազար դրամի շահից, 180 հազար դրամի շահից, 20 հազար դրամի շահից։ Իսկ եթե այդքան մենք թշնամիներ ենք փնտրում, ասում ենք, այ մենք թշնամի ունենք, այ Հայաստանի Հանրապետությունը թշնամի ունի, մի բան լավ իմացեք, Հայաստանի Հանրապետության միակ թշնամին, հայ մարդու միակ թշնամին, որ աշխարհում չի գտնվի այնպիսի ազգություն, որ կարա այդքան թշնամի լինի, նրանք են, ովքեր 20 հազար դրամը վեր են դասում պետությունից, ովքեր 20 հազար դրամի արժեքը վեր են դասում պետության արժեքից, խաղաղության արժեքից, այդ դրանք են հայ մարդու եւ Հայաստանի Հանրապետության միակ սպառնալիքները, միակ թշնամիները, սիրելի մարդիկ, ուրիշ տեղ թշնամի չփնտրեք, ինձ համար միակ թշնամի նրանք են, ովքեր որ 20, 100, 200, արա 500, արա 1 միլիոն, արա 10 միլիոն, արա 1 միլիարդ դոլարի արժեքը ավելի վեր են դասում, քան պետության արժեքը։ Այդ դրանք են թշնամիները։ Այսօր տեսանք, որ կալուգացի օլիգարխը, ասես փողեր է բաժանում, այնտեղ մարդիկ են հայտնվում, ախպեր դեն 180 ձայն ես ունեմ, 120 ձայն ես ունեմ, 30 ձայն ես ունեմ, բերումը շտաբներում գրանցում են, այդ խոսակցությունները ճիշտ դուրս եկավ։ Մարդկանց խոսակցությունները ճիշտ դուրս եկավ։ Շնորհակալություն իրավապահ մարմիններին, որ մարդկանց խոսակցությունների հետևից գնաց եւ տվեց իրավական գնահատական։ Այո, մարդկանց խոսակցությունը ճիշտ է, որ սրանք մարդիկ են բերում, գրանցում, աշխատավարձի դիմաց տենց այն ձև են քաշառում, յանում իրանց մոտ գրանցված աշխատող են, էլի։ Որ տանեն օրենքին ցույց տան, յանում այդ տեսեք, այս մարդիկ իմ մոտ գրանցված աշխատող են, սենց իրանց մոմենտով ճարպիկ տղեկ են հավաքում, աշխատավորցով գրանցում, յանում իրանց մոտ աշխատող տղեկ են, յանում այդ հավաքագրած այդ ճարպիկ տղեկը իրանք սեփական ձայն ունեն, մի հատ էլ ասում են, դե մենք 180 ձայն ունենք, 100 ձայն ունենք։ Արա, ինձ հետաքրքիր է։ Ձեր սեփական ընտանիքի անդամները ձեր հետևից կգնան, ձեր ասածով կեթան, մեկին կընտրեք, հա, որ դուք էլ ասում եք, այսքան ձայն ունենք։ Մոսկվա բնակ օլիգարխ։ Այդ ովքեր են դրանք։ Այդ ովքեր են, որ տենց ձայներ ունեն։ Պետք է մի հատ հասկանանք։ Այդ տով այդ ինչ արժեք ունի։ Իրանից էդի չան ներկայացնում։ Պետք է հասկանանք։ Իր կնիկը, իր ասածով կեթա տաշիր սամոք ընտրեն, որ մի հատ է կուրաժիտ են գալ, այսքան ձայներ ունենք։ Ձայնագրություններում դատախազության կողմից տարածված ձայնագրություններում ամեն ինչ պարզ լսվում է։ Ով է, դուք իսկի ձեզ ձայն չունեք, արա։ Արա դուք իսկի ձեզ ձայն չունեք, արա, սեփական ձայն չունեք։ Դուք ոնց կարաք 180 ձայն ունենաք։ Այդ ով եք դուք, հայ մարդ։ Ես հպարտանում եւ խոնարհվում եմ այն հայ մարդու առջեւ, այն հայ մարդու առջեւ, որ ինքը իրեն համարում է բոլորից ուժեղ, որ ինքը իրեն իր ձայնը չի վաճառվում, որ ինքը թույլ չի տա ինչ որ մեկին, ինչու՞ է Թեսլեն կոդի,
որ գա իր վրա ինքնահաստատվի եւ իր ձայնը առնի։ Ես այդ հայ մարդու արչև խոնարհվում եմ։ Այդ տեսակն է ուժեղ, որ որևէ մեկին թույլ չի տալ իր սեփական ձայնը առնի։ Որևէ մեկին թույլ չի տա իրանով ինքնահաստատվի, ինչ որ մեկն է գնա կուրաժի տնի ասի այ 180 ձայն ունեմ։ Ես այդ հայ մարդկանց ցավը տանեմ, որ իրենք են իրաց ձայնի հեղինակությունը, ինքնուրույն ամեն մի հայ մարդ ինքնուրույն իր ձայնի հեղինակությունն է եւ իր ձայնի որոշիչն է, որ թույլ չի տալի որևէ մեկ իր ձայնի վրա հեղինակություն ձեռք բերի, որ թույլ չի տալիս որևէ մեկին իր սեփական ձայնի վրա ինքնահաստատվի, որ թույլ չի տալի որևէ մեկին իր ձայնը 20,000 դրամով առնի։ Այդի սրբությունը, այդի ավտարիտետը, էտյանից այնյան ավտարիտետ չկա։ Իսկ ովքեր որ թույլ են տալիս, իրենց ձայնի վրա ինքնահաստատվեն, սենց գան իրենց ձայնի վրա գան կրիշյոնեն, կրիշավատանեն, իրենց ձայնը գան 20,000 դրամով վերցնեն եւ թելադրեն, դրանքից համար հեղինակություն չեն։ Ֆուֆլոից ոչիչով չտարբերվող տեսակ է։ Ոչնչություն է, ոչնչություն, մի սիրեք վարչապետին, մի ընտրեք վարչապետին, բայց մի թույլ տվեք ձեր ձայնը 20,000 դրամով առնեն, մի թույլ տվեք ձեր ձայնի վրա հեղինակություն կա, մի թույլ տվեք որ մանվելը գա ձեր ձայնի վրա ինքնահաստատվի խոսքի օրինակ, ու մի հատ կուրաժի տնի ասի 180 ձայն ունեն, դուք եք ամեն մեկը ձեր ձայնի հեղինակությունը, դուք եք հեղինակությունը ձեր ձայնի, թույլ մի տվեք ձեր ձայնի վրա հեղինակություններ կան, հեղինասենց հեղինակություն ձեր բերեն, կան ձեր ձայնը ղեկավարեն, արա թույլ մի տվեք։ Մանվելին սիրում եք, չեք սիրում, մանվելին ընտրելու եք, չեք ընտրելու, մի ընտրեք մանվելին, ձեր սեփական սրտով, հոգով, մտքով, ձեր սեփական ձայնի տերը դուք եղեք, տիրակալը, իշխողը դուք եղեք, օքեյ, մի ընտրեք մանվելին, բայց մի թույլ տվեք, որ կան ինչ որ կողից մեկը գա քեզ իշխի, քո ձայնը գնի, քո ձայնը իշխի, քո ձայնի վրա հեղինակություն լինի, կրիշ լինի ու քեզ ուղղորդի, որ մանվելին մի ընտրի։ Առանց իրանց ասելու դու մի ընտրի մանվելին, եթե չես ուզում ընտրես մանվելին, ինքնուրույն բայց, ինքնուրույն, լանդ մի դար, տրապկա մի դար, մանրավաճառ մի դար, հարգի հետ կյանքում կարևոր սրբություններ գոյություն ունեն, արա, արժեք գոյություն է կյանքում, որ հանուն այդ արժեքի, հանուն այդ պրինցիպների, հանուն այդ սրբությունների, հանուն այդ հարստությունների, արա արժի ամեն ինչ արած, արժի սոված է քնած օրերով, բայց չարժի այդ արժեքները անցած, բաներ գոյություն ունի, մի հատ է սենց կուրաժի տենը հնում ծայն, Մոսկվա բնակ օլիգարխ, օտարի տասովչիկ, կալուգացի սամբելիկ, ուժեղ տաղուց աբիժնիկ մնացած, անկախ նրանից, իշքան միլիոններ կբաժանես, անկախ ամեն ինչից, դու փուչիկ ես, դու շատ թուլիկ, օտարի բերանով փայչած փուչիկ ես, և հունիսի 7-ին, ուժեղ մարդիկ, այդ փուչիկ օդի մեջ պայթասնելու են, ոչնչացնելու են այդ փուչիկը քաղաքակիր մակարդակով, դու անհամբեր սպասի հունիսի 7-ին, հունիսի 7-ին քո երազանքները չի կատարվելու, այսինքն դու հունիսի 7-ին որպես գուբերնատոր չես նշանակվելու Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում դու գուբերնատոր չես լինելու, դու մարզպետ չես լինելու, օտարի կողմից նշանակված մարզպետ չես լինելու, հունիսի 7-ին հայ մարդը գնալու է և քվեարկելու է իր պետության հավերժ լինելության համար, իր սեփական պետության համար, խաղաղության համար, և քո նման օտարի բերանով փչած փուչիկներին այդ ուժեղ տուց աբիժնիկ մնացած պայթասնելու է, հունիսի 7-ը հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժի օրն է քաղաքակիր մակարդակով, և հունիսի 7-ին հայ մարդը տասնյակ տարիներով սպասված իր վրեժը քաղաքակիր մակարդակով լուծելով, ոչիչացնելու է օտարի տասովչիկների և ուժեղ տուց աբիժնիկ մնացած Հայաստանի Հանրապետությունը տասնյակ տարիներով իրենց անձնական հարստության, երջանկության, հաջողության համար աշխատացրած, տասնյակ տարիներով հայ մարդկանց վախները բռնած, վախի ստրախտի մտորոտի մեջ պահած հայ մարդու արյունը ծծած ստահակներին, մաֆվեին, հունիսի 7-ին ժողովրդի և մաֆվեի միջև վրեժխնդրության օրնա լինելու և հունիսի 7-ին հայ մարդը, իր պետության անկեղծ սիրով սիրարված հայ մարդը, տասնյակ տարիներով սպասված իր
վրեժը քաղաքակիր մակարդակով լուծելու է մաֆիայից եւ մաֆիայի գործունեությունը եւ լինելությունը քաղաքակիր մակարդակով ոչնչացնելու է Հայաստանի Հանրապետությունը անկախ ձեր փողի քանակից տեսակից որակից անկախ ձեր ամեն ինչից հունիսի 7-ին ժամը առավոտյան 8:00-ից սկսած անհնարինը հնարավոր դարձնելով այն անհնարինը որ ձեր ամենասարսափելի երազում հնարավոր չէ մտածելը այդ անհնարինը հնարավոր դարձնելով հայ մարդը տասնյակ տարիներով իր սպասված վրեժը քաղաքակիր մակարդակով լուծելու է մաֆիայից եւ մաֆիայի լինելությունը եւ գործունեությունը ոչնչացնելու է Հայաստանի Հանրապետությունը ահա եւ հունիսի 7-ը ինչ օրա ինչա տեղի ունենալու այդ է տեղ ունենալու հունիսի 7-ին հայ մարդը տասնյակ տարիներով իր սպասված վրեժը լուծելու է մաֆիայից եւ մաֆիայի գործունեությունը լինելությունը ոչնչացնելու է Հայաստանի Հանրապետությունը քաղաքակիր մակարդակով այդ է լինելու հունիսի 7-ին Իսկ մինչև հունիսի 7-ը այս գյադագյուտեքը իր իրենց ամեն մի արած անկարգության համար պատասխան են տալու եւ օրենքին տարին համապատասխան արժանանալու են օրենքի գնահատականին Փաստորեն սենց եկել եք այ օտարներ, այս պետությունում ձեզ համար, այսքան ձեզ համար հեչ, էլի որ օրենք ասում այս բանը կարելի է, այս բանը չի կարելի, այս բանի համար պատժվում են, այս բանի համար խրախուսվում են, այս բանը չի կարելի, այն որ օրենքը ասում է ձեզ համար հեչ, փաստորեն դուք օրենքի մեջ օրենք եք, պետության մեջ պետություն եք, դες ման մի հատ պետություն եք առանձին ստեղծել, դուք ձեր օրենքներ ունեք, պետությունը որ ասում է չի կարելի խուլիգանություն արած, դրա համար պատժվում են, դա ձեզ համար սերրավն հա, պետությունը ասում է չի կարելի հայ մարդուն կաշառած ասում եք, այս ինչ ասում, մեր օրենքներով կարելի է։ Փաստորեն պետության մեջ պետություն եք ստեղծել, ձեզ համար դուք ձեր օրենքները ունեք ու ոնց ուզում են ձևել անում եք, հա։ Շնորհակալություն օրենքին, որ անկախ նրանից կան աշխատանքներ, գործողություններ, որի հետ համաձայն չենք, քննադատում ենք, բայց նաև հասկանալով օրենքի ծառնաբեռնված աշխատանքը, նաև հասկանալով, որ օրենքը ինչ խուլիգան բանտ է հետ գործ ունի եւ այդ խուլիգան բանտան ինչ ահռելի ֆինանսական միջոցների ատիրապետում, այդ ամեն ինչը սա հասկանալով, շնորհակալություն օրենքին, որ պաշտպան մակարդակի գործում է եւ օրինախախտներին բացահայտում է եւ տալու է օրինական գնահատական եւ այդ օրինախախտները գնալու են Հայաստանի Հանրապետությունում գտնվող ինչ որ մի հատ քրեակատարական խնդրում իրենց պատիժը կրելու են Դաշիր Սամվելիկ անկախ նրանից ինչքան միլիոններ կբաժանես նախ բացահայտվելու եք երկրորդն էլ դու բացահայտվելու եւ պատժվելու եք երկրորդն էլ անկախ ու բաժանած միլիոնների դու Հայաստանի Հանրապետությունում գուբերնատոր չես ընտրվելու Դու Հայաստանի Հանրապետությունում գուբերնատոր չես նշանակվելու եւ հայ զինվորը մեր սերունդը 18 տարեկանից մինչեւ 65-70 տարեկան հայ մարդը չի գնալու օտարի համար կռվի, օտարի դեմ եւ մահանա չի լինելու հայ մարդը չի գնալու օտարի համար օտարի դեմ կռվի եւ մահանա չի լինելու Ես գիտեմ, որ քո երազանքները էտիա, թեև պետք է դու գուբերնատոր նշանակվես Հայաստանի Հանրապետությունում, հայոց բանակն է գնա օտարի համար օտարի դեմ կռվի։ Հայ մարդը 18 տարեկանից մինչև 60-65-70 տարեկան հայ մարդը գնա օտարի համար օտարի դեմ կռվի։ Նրանք ովքեր չուզենան գնան, բռնեք, սամալյոտները նստեցնեք եւ ուղարկեք։ Բացի ձեր տղաներից, ձեր եղբոր տղաներից, ձեր մերձավոր շրջապատից Իսկ մնացած սերունդին, ովքեր չունեն ձեր շարքերում բարեկամներ, ովքեր ձեզ ազգակից չեն, սովորական ժողովրդին հավաքեք լցնեք սամալյոտ եւ ուղարկեք օտարի կողմից օտարի դեմ կռվելու։ Չի լինելու։ Դու Հայաստանի Հանրապետությունում անկախ քո բաժանած փողերի գուբերնատոր չես նշանակվելու։ Սարիկա Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացրած եւ անձնականդ երջանկությանդ, հարստությանդ համար աշխատացրած ստահակ գուբերնատոր չես նշանակվելու։ Որտեւ հայ մարդը քո տեսակից, քո որակից հունիսի 7-ին քաղաքակիր մակարդակով վրեժ ունի լուծելու, որտեւ հայ մարդը հունիսի 7-ին քո տեսակի, քո որակի, քո գաղափարի ոչնչացնելու է ձեռքերի մեջ, իր ձեռքերի մեջ ոչնչացնելու է քաղաքակիր մակարդակով։
Ձայներ ունենք, կուրաժիտ ենք, ձայնագրությունները լսում ա, ձայներ ունենք ապե, այսքան ձայն ունենք, ապե, ապերավատ են ըննում։ Այս ֆուֆլոները ապերավատ են ըննում։ Որ ձրի վրա չոքած, ապերավատ են ըննում, այս ֆուֆլոները։ Երևի իրանց սեփական կնիկը, իրանց ասացով, եթե ասեն գնա տաշի սամո ընտրի, չի գնա ընտրի, բայց եկել ապերավատ են ըննում, ասում են այսքան ձայն ունենք, այնքան ձայն ունենք, արա դու սեփական ձայն չունես, դու իս ձայն ունես։ Օրենքը պետք է ձեզ սամասուդի ենթարկի, քաղաքակիր մակարդակով եւ օրենքը ձեզ սամասուդի կենթարկի քաղաքակիրթ մակարդակով, օրենքի մակարդակով եւ դուք արդեն հայտնվել եք օրենքի սամասուդին, դուք արդեն ենթարկվել եք օրենքի սամասուդին եւ ձեր տեսակը եւ ձեր որակը ամեն օր, ամեն վարքյան ենթարկվելու է օրենքի սամասուդին։ Ձեր ֆուֆլո տեսակը, ձեր կուրաժի տեսակը, ձեր այն տեսակը, ովքեր որ 20,000 դրամը ավելի արժեքավորում են, 100,000 դրամ ավելի են արժեքավորում, քան սեփական պետությունը, քան սեփական պետության շահը։ Հայ մարդ, ձեր Հայաստանի Հանրապետության միակ թշնամի, գիտեք ովքեր են։ Նրանք ովքեր 20,000, 100,000, 500,000, 1 միլիոն դոլարը ավելի արժեք են գնահատում, քան սեփական պետության արժեքը։ Այդ դրանք են Հայաստանի Հանրապետության։ Այդ տեսակն է Հայաստանի Հանրապետության թշնամի։ Թշնամիներ ոչ միտեղ մի փնտրեք։ Մենք չենք կարող աշխարհում փնտրենք այնպիսի մի թշնամի, այնպիսի մի սպառնալիք, որ կարա Հայաստանի Հանրապետությանը այնքան սպառնալիք կամ թշնամի լինի, ինչքան որ այն տեսակը, այն որակն են, ովքեր որ 20,000 դրամի արժեքը ավելի վեր են դասում, քան սեփական պետության արժեքը։ Այդ տեսակն է թշնամին էս պետության։ Այդ տեսակը։ Որ սեփական սեփական եսը, սեփական ստամոքսը վերադասում պետության ստամոքսից, պետության շահից, պետության արժեքից։ Գիտեք ինչ, նրանք ովքեր խոսում են սրտմաճեմնիկ հայրենասիրությունից, հայրենասիրական ճառեր են ասում, բայց սեփական ստամոքսը պետության ստամոքսից վեր են դասում, սեփական շահը պետության շահից վեր են դասում, իրենք մեկ վարկան ապրելու այս պետությունում իրավունք չունեն։ Նրանք, ասում եմ, նրանք ովքեր խոսում են հայրենասիրությունից օրը 24 ժամ։ Նրանք ովքեր բեսամբ հայրենասեր են ձևանում հանրության առջև, խոսքս դրանց է վերաբերվում։ Ովքեր իրենց ստամոքսի շահը պետության ստամոքսի շահից վեր են դասնում, այդ ձեր տեսակը մեկ վարկյան ապրելու իրավունք չունի այս պետությունում, մեկ վարկյան։ Իսկ նրանք ովքեր այս պետության սիմվոլին վերաբերվում են արհամարանքով, քմծիծաղով, հլամյատել իրենց հարամ լեզուները պատտվում է, ասի այդ թքած ունենանք այս սիմվոլի վրա, ձեր տեսակը առավել եւս իրավունք չունի մեկ վարկյան անգամ այս պետությունում ապրելու, այս պետության հոտը շնչելու։ Այդ ձեր տեսակն է այս պետության միակ թշնամին, եղելա կա եւ կլինի դեռ ձեր տեսակը։ Այդ ձեր տեսակն է այս պետության թշնամին։ Այս պետությունը թշնամի չունի։ Բացի տեսակից, եղել է կակ եւ ձեր տեսակը, նաեւ հունիսի 7-ին այդ տեսակին ոչնչացնելու օրնա լինելու։ Այդ տեսակի ոչնչացման օրնա լինելու հունիսի 7-ին։ Քաղաքակիրթ մակարդակով եւ հունիսի 7-ին այդ տեսակը կոչչանա Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ մակարդակով, անհնարինը հնարավոր սարքելով, դա հայ մարդը կանի, դա մենք կանենք, այն անհնարինը, որի մասին այդ տեսակը ամենայն սարսափելի երազում անհնար է մտածելը, անհնար է, այդ անհնարինը հնարավոր դարձնելով։ Կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե իրական Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության միակ երաշխավորը, կեցե Հայաստանի Հանրապետության հզորացման, ուժեղացման, հարստացման, զարգացման, երջանկության, աշխուժության միակ երաշխավորը, այսինքն խաղաղությունը, կեցե հայ մարդը, կեցե խաղաղության միակ, խաղաղության ապահովության, լինելության միակ երաշխավորը, միակ հզոր ուժը, այսինքն հայ մարդը, կեցե հայ մարդը, որ հունիսի 7-ին
հունիսի 7-ին քաղաքակիր մակարդակով տասնյակ տարիներով իր սպասված վրեժելու ծելով մաֆիայի լինելությունը եւ գործունեությունը ոչնչացնելու է Հայաստանի Հանրապետությունը։ Ամեն ինչ լավ է եւ լավ լինելու։ Շնորհակալություն իրավապահ մարմինների գործունեությանը, աշխատանքին, որ այս շակալ, որ այս ֆուֆլոնների ներողություն, որ այս ֆուֆլոններին, այս չմոններին բացահայտում են։ Մարդիկ, ձեր ձայնի վրա, ես նորից եմ ասում, ատում եք Մանվելին, չեք ուզում Մանվել լինի, օքեյ, մի ուզեք, մի ընտրեք Մանվելին, բայց ձեր սեփական խելքով մի ընտրեք, ձեր սեփական խելքով մի ընտրեք, գնացեք ուղղակի չեք ուզում ընտրեք, մի ընտրեք, այլ ոչ թե 10,000, 20,000 դրամ վերցրեք ու թույլ տվեք որևէ մեկը ձեզ ասի, որ այդ գնա Մանվելին չընտրես։ Արա չես ուզում ընտրես, մի ընտրի, ցավը տանեմ, քաղաքացի ջան, մի ընտրի, մեռնեմ սրտիդ, մի ընտրի, բայց քո հոգով, քո սրտով մի ընտրի, դու ինքնուրույն որոշի, որ Մանվելին չես ընտրում ու մի ընտրի, թույլ մի տո քո տեղ ինչ-որ մի հատ ֆուֆլո գա որոշի, մի հատ 20,000 դրամ տակես, ասի Մանվելին չգնաս ընտրես, մի ծախվի, Մանվելին չընտրելու համար կամ ընտրելու համար մի վաճառվի, ինքնասիրությունդ հողին մի հավասարացրու, մի ստորացիր եւ մի թույլ մի տուր, որ ինչ որ մեկը քո ձայնի վրա հեղինակություն ձեռք բերի, քո ձայնի վրա ինքնահաստատվի եւ քո ձայնը ինքը որոշի, թույլ մի տուր, դա ոնց բացատրենք դրան, դա անբացատրելի բան է, մի արա նման բան, մի արա, գնա քեզ նեղություն տուր, 2 օր ֆիզիկական աշխատանք տար, կամ կիսաֆիզիկական աշխատանք, դու այդ 20,000 դրամի տեղը 25-30,000 դրամ կվաստակես, բայց մի թույլ մի տուր քեզ ստորացնեն, թույլ մի տուր քեզ հողին հավասարացնեն, թույլ մի տուր այս ֆուֆլոները գան քո նմանների վրա ինքնահաստատվեն ասում են այ 170 ձայն ունեն, թույլ մի տուր, սիրելի հայ մարդ, թույլ մի տուր։ Ինչ ասեմ, աղոթում եմ ձեզ համար, ձեր փրկության համար, աղոթում եմ ձեր տեսակի համար, որովհետև դուք եք հայ, ես եմ հայ, հայի սիրտը մի քիչ խղճոտ սիրտ է, ցավ ապրում, այդ դրա համար աղոթում եմ ձեր տեսակի համար։ Մի ստորացեք, առավել ևս այդ ֆուֆլոնների դիմը մի ստորացեք, մի թույլ տվեք այդ ֆուֆլոնները ձեր ձայնի տեղը իրենք, ձեր ձայնի, ձեր փոխարեն իրենք որոշեն, ձեր ձայնը արտահայտվելու փոխարեն իրենք իրենց ձայնով ձեր տեղը, ձեր ձայնը արտահայտվեն, թելադրեն, ղեկավարեն, հրամ այս դեպքում ոչ թե խնդրեն, այլ հրամայեն, այդ կարգադրեն, ասեն արա, վերցել ես 10-20,000 դրամը, ուրեմն ձենդ կտրած, կետաս կտրես ես մարդուն, այլևս քո ձայնի ղեկավարը դու չես, այլևս ես եմ քո ձայնի ղեկավարը, բայց է պետք լինի, բայց եթե քեզ 20,000 դրամ է տալիս քո ձայնը ինքը գնում է, նախ քո ձայնի վրա ինքը հեղինակություն է ձեր բերում, ինքնահաստատվում է, ուրիշներն է ցույց է տալի, որ ինքը այդքան կա այդ ֆուֆլոն, որ կարացել է այդքան ձայն ունի, երկրորդն էլ դու դառնում ես իր տասովչիկը, այդ ֆուֆլոյի, դու տես, դու ֆուֆլոյի տասովչիկ ես դառնում, Դեպի պատկերացու ինչ կարգ ես ստորանում, դառնում ես այդ ֆուֆլոյի տասովչիկը, ու այդ ֆուֆլոն իրա ֆուֆլո հալով, արդեն քեզ ոչ թե խնդրում կամ հորդորում, այլ քեզ պարտադրում է, քեզ հրամայում, ասում է գերա, կամ այ աղջի, դու էլ վсё, զրկված ես ինքնուրույն որոշումներ կատարելուց, որովհետև դու այսօրվանից դարձել ես, երբ որ վերցրի այդ 20,000 դրամը, դարձել ես իմ անձնական տասովչիկը, դու այլևս ինքնուրույն իրավունք չունես քո ձայնը ղեկավարելու, քո սրտով, քո մտքով, ինքնուրույն քո ձայնը ղեկավարելու իրավունք չունես, որովհետև քանի որ վերցրել ես այս 20,000 դրամը, դու արդեն դարձել ես ֆուֆլոյի տասովչիկը եւ ֆուֆլոն քեզ ոնց ուզում է, այդպես էլ ղեկավարելու է։ Մի դարեք ֆուֆլոների տասովչիկը, հայ մարդիկ, մի վերցրեք այդ 20,000 դրամը, ես նորից եմ ասում, եթե Մանվելին չես ուզում ընտրես, օքեյ, մի ընտրի Մանվելին, մի ընտրի հայ մարդ ջան, ցավը տանեմ, բայց ֆուֆլոյի տասովչիկ մի դար մի թույլ ֆուֆլոն քեզ 20,000 դրամով քո ձայնը առնի ու դարձնի իր ստրուկը։ Թույլ մի տուր այդ ֆուֆլոն քո ձայնի փոխարեն ինքը որոշի։ Թույլ մի տուր,
որ քո ձայնը վաճառվի, որովհետև այդ ֆուֆլոն, որ այդ ֆուֆլոն ինքնավստահի, մի հատ էլ ասի 180 ձայն ունեմ։ Թույլ մի տուր։ Ֆուֆլոններին նման հնարավորություններ մի տվեք։ Մի տվեք։ Մեղքեք։ Ինչ եք ուզում։ Տվել են, ախր 2018 թվականից այս պետությունում հայ մարդու ինքնուրույն որոշելու հնարավորությունը վերականգնվել, այլ ինչ եք ուզում։ Ախր տվել են, ձեզ որևէ մեկը չի կարա սամասուդի ենթարկի, չի կարա ստեպի, չի կարա վախեցնի։ Արա տվել այդ հնարավորությունը ձեռք եք բերել 2018 թվականին, որպեսզի ինքնուրույն որոշում կայացնեք, ինքնուրույն ընտրություն կայացնեք եւ ում ուզեք նրան էլ ընտրեք, ինքնուրույն, բայց ինքնուրույն, թույլ չտալով որ ինչ որ ֆուֆլոներ գան, ձեր ձայնը առնեն, դասնեն իրենց ստրուկը եւ ձեզ ուղղորդեն, ձեր ձայնի վրա էլ ինքնահաստատեն, ձեզ էլ ասեն լսեցի կարա կամ լսեցի աղջի, հանգարց մտերով չանցնի շեղվեք, կնկարեք, կբերեք ցույց կտակ։ Չեք սիրում մամելին, մի սիրեք, ցավները դե տանեմ, անկախ նրանից ինչքան մամելին դուք չսիրեք, մամելը ձեզ սիրում է։ Մամելը ձեզ սիրում է։ Ինչքան է դուք չսիրեք։ Չեք սիրում, օքեյ, մի ընտրեք, բայց ինքնուրույն, մի թույլ տուր, որ ինչ-որ մի հատ ֆուֆլո կա, քեզ 20,000 դրամ տա, ասի մամերին չընտրես, թույլ մի տուր էդի, չես ընտրում ցավը տանեմ, հայ մարդ, մի ընտրի, բայց ինքնուրույն։ Սիրելի հայ մարդիկ, քաղաքակիր մակարդակով մենք ամեն վայրկյան, այս տեսարանը տեսնելով, ավելի ենք ուժեղանում եւ ավելի ակտիվորեն զինվում ենք քաղաքակիր մակարդակով վայրիշխնդրության։ Մենք ամեն օր ամեն վայրկյան մինչև հունիսի 7-ը անհնարինը հնարավոր դարձնելով բոլոր ուժերով մենք զինվում ենք քաղաքակիր մակարդակով զինվում ենք վայրիշխնդրության, որտեղ մենք հստակ գիտակցում ենք, որ հունիսի 7-ին հայ մարդը վերջնականապես քաղաքակիր մակարդակով ոչնչացնելու է մաֆիայի լինելությունը եւ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Կեցե ժողովուրդը, կեցե ժողովրդավարությունը մաֆիային։ Ամեն ինչ լավ է եւ լավ է լինում կապի մեջ։